հարցը Լևոն Զուրաբյանին է վերաբերվում։ Պարոն Զուրաբյան, ինչպես եք վերաբերվում նրան, որ 2019 թվականին Հայաստանին առաջարկվել է լուծման փաթեթ, որը մեզ հերու կպահեր այս զոհերից, հերու կպահեր այսքան հայաթափումից Արցախի։ Եվ երկրորդ հարց, դուք լինելով Վերջ, չկա երկրորդ հարց, չկա, խնդրեմ։ Ուրեմն այն ինչ որ կատարվեց 2019 թվականին, դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունն է իր սեփական ժողովրդի նկատմամբ, որովհետև մեզ առաջարկված էր մի պլան, ընդ որում Մինսկի խմբի համանախագահության կողմից, որով մենք ընդամենը պիտի հանձնեինք 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանեինք հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի եւ Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ, իսկ Քելբաջարը վերադարձնելու համար Ադրբեջանը պիտի համաձայնվեր մեզ համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի ստատուսին։ Հետևաբար նման պլանի մերժումը, որը իդեպ ոչ մի խոսք չի պարունակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, եւ դա սուտ է, որ ինքը ասում է, որ 96 թվից արդեն բաներ Ղարաբաղը խոսվում էր, որ Ադրբեջանի կազմում պիտի լինի, սուտ։ Եվ ինքը մերժեց, թաքցրեց սեփական ժողովրդից, հետո մեր ճնշման տակ հրապարակեց վերջապես այդ պլանը եւ խայտարակվեց, որովհետեւ կանչում էր բանավեճի, իսկ հրապարակելուց հետո ասեց, որ դե լավ, էլ բանավեճ պետք չի։ Իհարկե պետք չի։ Իհարկե պետք չի։ Որովհետեւ մի վարքյան, պարոն Փաշինյան, Նարեկ Կարապետյանն է հարց տվել, նա ունի առաջնահերթություն։ Մենք այսօր ֆիքսեցինք, որ Հայաստանի կառավարությունը ուներ հնարավորություն զոհերից խուսափելու, բոլոր տեսակի ավերածություններից խուսափելու եւ լուծելու Արցախյան հարցը հայ ժողովրդի համար ձեռնտու տարբերակով եւ դա չի արվել, որովհետեւ մի ուժ իր մեջ համարձակություն չի գտել, իրավիճակը տեսել է եւ չի արել եւ այսօր մեղադրում է Արցախի կռված ժողովրդին, գերի ընկած Արցախի նախագահներին, որ իրենք թռել են, բայց թռնողը այստեղ անհերատես, անհավասարակշիռ քաղաքական գործիչն է։ Առանց վիրավորանքների, պարոն Կարապետյան։ Ես ուզում եմ հիմա բացահայտեմ մի շատ կարևոր դրվագ։ Կարճ։ Ուրեմն հոկտեմբերի կեսերին այդ թռած ըստ Նիկոլի էլիտան, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, որոնց հետ մենք հակասական հարաբերություններ ունեինք, ուրեմն հրավիրել էին խորհրդակցության Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ միասնական հայտարարություններ կազմվել եւ դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ քանի որ արդեն ջարդվում է բանակը, ինքը ընդունի այն պլանը, որը առաջարկված էր միջնորդների կողմից։ Ինքը հրաժարվեց դա անել, ջարդված վիճակում հրաժարվեց դա անել, եւ մենք ավելի վերջ։ Ուրեմն այն ինչ որ ասում է կատարյալ սուտ է, ինձ մոտեկել են ասել են ուզում են գնանք Մոսկվա, ես զանգել եմ Ռուսաստանի նախագահին էլ, ասել են որ ուզում են Մոսկվա օդանավն էլ տալիս եմ գնացեք եւ իրանք չեն գնացել։ 2019 թվի առաջարկը եղել է Հայաստանի պետականությունը ծնկի բերելու առաջարկ եւ Լաչինի միջանցքի կեղծ պատրվակով Մեղրիով միջանցք ստանալու պլան եւ Մեղրին Հայաստանից տարելու եւ ես այդ պլանը խափանել եմ եւ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ մի բան չի սպառնում, ինչ վերաբերում է Ադրբեջանամետին, Ադրբեջանամետը այս երիտասարդի հորեղբայրն է, որ պատերազմի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դրվել է հավասարության նշան, ընդ որում նա անգրագետ Ադրբեջանամետը մի վիրավորեք Պարոն Բաբաջան ուրեմն գրագետ գիտակցված Ադրբեջանամետը Պարոն Բաբաջան Պարոն Կարապետյան տեղից լավ